Արդարադատության նախարար Սեփուի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը։ Արդարադատության նախարարության նախորդին հրապարակած տեսանյութում նախարար Սեփուի Գալյանը նշում է. «Ես ուզում եմ կրկնել այն հանձնարարությունը, որ Արդարադատության նախարարությունն է ստանձնել, եւ դա վերաբերվում է տեքստի մշակման ու դրա ժամկետներին։ Մասնավորապես, հանձնարարությունը ենթադրում է, որ Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտ ամսին»։ Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղի մոտակայքում բախվել են Զիլ Մակնիշի բեռնատարը եւ Օպել Մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով մեկ անձ մահացել է։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի մասին նախազանգը ստացվել է նոյեմբերի 27-ին ժամը 23:40-ին։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզին փրկարարական վարչության Հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 52-րդ կիլոմետրին բախվել են Զիլ Մակնիշի բեռնատարը եւ Օպել Մակնիշի ավտոմեքենան, ասված է հաղորդագրությունում։ Միջազգային օլիմպիական կոմիտեն իր պաշտոնական կայքում հաստատել է, որ ռուսաստանցի գեղաստահորդ Պյոտր Գումենիկը եւ Ադելիա Պետրոսյանը 2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու հրավեր են ստացել։ ՄՕԿ-ի հատուկ հանձնաժողովը, որը գնահատում է ռուսական կամ բելարուսական անձնագրով մարզիկների խաղերին մասնակցելու իրավունքը, Գումենիկին եւ Պետրոսյանին համարել է ընդունելության չափանիշներին համապատասխանող մարզիկներ խաղերը մասնակցելու եւ հրավիրելու համար։ Հրավերը ստացվել է նաեւ Բելարուսի գեղաստահորդու Վիկտորիա Սաֆանովին։